Պարոն Բաղդասարյան, քիչ առաջ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին նշանակեց վարչապետ եւ արդեն մի քանի օր է մամուլը գրում է, թե իրականում հնարավոր է ակնկալել փոփոխություններ թե ոչ եւ մասնավորապես նշվում է Գազպրոմի տնօրեն լինելու տարիներին Կարապետյանի օրոք, այսպես ասած, Հայաստանը որքան պարտք է կուտակել այդ ոլորտում եւ Հայաստանը ինչ զիջումների է ստիպված եղել գնալ, մասնավորապես վերջին 20% բաժնետոմսերը, որ Հայաստանը տվեց Ռուսաստանին, եւ կարևոր ստրատեգիական նշանակության օբյեկտներ, որ հանձնել են Ռուսաստանին, հենց նրա օրոք է եղել։ Դուք մտահոգություն չունեք, որ հերթական ձախողումը կդրանցվի։ Նախ շնորհավորում եմ Կարեն Կարապետյանին, նոր է, որ հրամանագիրը ստորագրվել է։ Ընդ որում ես պետք է նշեմ, որ նախորդ մենք սկսում ենք խոսել ձախողումների մասին, մտավախությունների մասին, դա լավ է, որ կա անհանգստություն։ Բայց մենք պետք է խոսենք նաև առավելությունների մասին, նշված թեկնածուի եւ արդեն իսկ հրամանագրված անձի հետ կապված, որ նա ունի բավական ունակություններ, որը դրանք ճիշտ կառուցելու, ճիշտ ծրագրերի իրականացումը հետամուտ լինելու պարագայում կարող է այն բոլոր խնդիրները, որոնք որ դանդաղել են մեր տարիների ընթացքում, կարող են դրանց պատասխանները տրվել։ Ինձ մնում է Գազպրոմի նրա աշխատած տարիներին այդտեղ պետք է անձերի հետ կապել։ Եվ նաև ես պետք է հիշեմ, որ հիշեցնեմ ձեզ, որ այն 20%-ը դա չի եղել Կարեն Կարապետյանի ժամանակ այդ հանձնախնդիրը, բայց դա էական չէ, թե ում ժամանակ է եղել։ Միայն կարող եմ ասել, որ նա բավականին հաջողված մենեջեր է եղել եւ մենեջերն է բավականին հաջողված, բնականաբար անմիջապես նրա հրավերը նաեւ Ռուսաստանի Դաշնություն եւ այնտեղ նույնպես նա բավականին արդյունավետ է աշխատել իր աշխատանքում եւ ընդ որում նա իր, այսպես ասած, միակողմանի չի եղել այս խնդրանքը, որ Կարեն Կարապետյանը դա նպատակ է եղել եւ խնդրել է, դա եղել է ընդհանուր փոխադարձ զրույցների արդյունքում եւ նրա մեջ մենք տեսել ենք բավականին ուժ եւ հնարավորություններ, որ այն գործերը, որոնք կիսատ են եղել կամ այն գործերը, որոնք որ դանդաղել են, նա իր իսկ կառավարության միջոցով եւ իր ծրագրերի միջոցով կարող է նոր տեմպ հաղորդել եւ մնացած բոլոր խնդիրները մենք կանրադառնանք որոշակի ժամանակ հետո նրա աշխատանքի արդյունքները տեսնելու։ Պարոն Բաղդասարյան, ինչ է տեղի ունենում այս ներիշխանական կյանքում, հնարավոր հրաժարականներ, փոփոխություններ, արդեն իսկ Սերյան Օհանյանին մենք գիտենք, որ Բորդյուժային կփոխարինի Սերյան Օհանյանը, ռուսական գործակալություններն են գրում այդ մասին, ինչ կադրային փոփոխություններ առաջիկայում կտեսնենք։ Բնականաբար արդեն Հանրապետության նախագահն իր հայտարարության մեջ նշեց, որ կլինեն բավականին էական եւ գլոբալ փոփոխություններ կլինեն եւ դեպքերից առաջ չընկնենք, այդ մի քանի օրվա ընթացքում այդ ամեն ինչը պարզ կլինի, իսկ ինչ մնում է թե ռուսական կամ ես մամուլներն ինչ են գրում, մենք եկեք հիմք չընդունենք դրան, սպասենք վերջնական եզրահանգումներին եւ դրա մասին խոսել ես այդքան էլ նպատակահարմար չեմ։ Այդ ամենայնիվ Տիգրան Սարգսյանին տարան հիմա փաստորեն կտանեն Սերյան Օհանյանին, ինչ է անում Ռուսաստանը այս քաղաքականությամբ պարոն Բաղդասարյանը ձեզ։ Ես խնդրում եմ դուք նկատի ունեցեք, որ դա տանելով չի, դա վեր անդամակցությունը Եվրասիական տեսական միությանը եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում կան ժամկետներ, որտեղ Հայաստանի պարտավորության շրջանն է ազդում, ինչպես Տիգրան Սարգսյանի նշանակումը, այնպես էլ ՀԱՊԿ-ում արդեն դուք գիտեք, որ նաեւ մի փոքր շուտ պետք է մենք այս խնդրին անդրադառնայինք, բայց ինչ որ դեպքերի հետ կապված, հայտնի դեպքերի հետ կապված ռուսական կողմի խնդրանքով մի փոքր երկարացվեց Բորդյուժայի ժամանակահատվածը եւ դա մեր պարտավորությունների կատարումն է, դա ըստ վերստորագրած պայմանագրերի մենք պետք է այդտեղ տեխնոլոգիա ներկայացնենք եւ կներկայացնենք մենք տեխնոլոգիա։ Պարոն Բաղդասարյան, այնուամենայնիվ հնարավոր է, որ ապրիլյան պատերազմից հետո, քանի որ շատ խոսվեց եւ մենք ականատես եղանք Ռուսաստանի վարած քաղաքականությանը, շատ հարցերում հայ ժողովրդին հիասթափեցվեց եւ նաեւ տեսանք ՀԱՊԿ-ի լուր արձագանքը տեղի ունեցող գործընթացներին, հենց այս կադրային քաղաքականություն պայմանավորված լինի նաեւ դրանով, այն նկատի ունեմ Ռուսաստանը փորձի մեղմել կամ բարելավել հայ-ռուսական հարաբերությունները այս փուլում։ Նույնպես ես համոզված եմ եւ առավել քան համոզված եմ, որ դուք եք համոզված, որ ՀԱՊԿ-ում մեր ներկայությունը բավականին դրական անդրադարձ կարող է ունենալ եւ նաեւ ինչու՞ չէ այն մի փոքր պասիվությունը կամ հապաղումը, որը եղել է ռուսական կողմից, այդտեղ
այս պարագայում բնականաբար մեր ակտիվությունը ավելի մեծ կլինի եւ ինձ թվում է որ նաեւ ռուսական կողմի ակտիվությունը կմեծանա։ Էական փոփոխություններ, Սերժակսյանի ասած էական փոփոխությունները, այս կադրային փոփոխություններ են լինելու բան բավական, թե խաղի նոր կանոններ կլինեն, նկատի ունեն հնարավոր է իշխանությունը կտրի ճյուղը, որի վրա նստած է։ Մենք ի սկզբանե դեմ ենք եղել եւ ես էլ անձնապես դեմ եմ եղել, որ անհատների վրա հենվելով ինչ-որ սպասելիքներ մենք ունենանք։ Բնականաբար այս էական փոփոխությունները կապված է ոչ թե անհատների հետ, կապված է ծրագրային դրույթների հետ եւ խաղի կանոնների հետ։ Եվ բնականաբար նոր կառավարությունը, նոր ձևավոր կառավարությունը ոչ թե դա միայն անհատների կառավարություն պետք է լինի եւ անհատների փոփոխությունով բավարարվի, բնականաբար այստեղ պետք է լինեն այն ծրագրային դրույթները եւ այն խաղի կանոնները, որոնք որ կարող են մեր իսկ մտածած եւ թղթին դրված բարեփոխումները, որոնք որ դանդաղում են նախորդ կառավարության ձևակերպման, մենք պետք է դրանք կարողանանք կյանքի բերել։ Պարոն Բաբասյան, շատերը այսօրերին թե դիմատիվներից եւ թե հասարակության մեջ արդյունավետություն տալիս, որ անձերի փոփոխության մարդիկ չեն սպասում, որ փոփոխություն կլինի, քանի որ համակարգը ինքնին չի փոխվում։ Համամիտ չէ արդյոք այդ ձևակերպման հետ։ Ես արդեն իսկ նշեցի, որ համամիտ եմ, ոչ միայն համամիտ եմ, նաեւ դա ինձ մեր առաջարկությունն է, որ անձերով որևէ անձերի փոփոխությունով մենք չենք կարող հասնել այն արդյունքներին, բայց մեր իրավիճակը, մեր իրականությունն այնպեսին է, որ անձերի դերակատարությունը բավականին մեծ է։ Դեռ մենք չունենք այն համակարգային լուծումները, որը համակարգին կղեկավարի անձերին, եւ բնականաբար այստեղ պետք է համատեղենք լուրջ համակարգային փոփոխություններով եւ ուժեղ անձերով կառավարությունով մենք պետք է գնանք առաջ։ Պարոն Բաբասյան, մայիս ամսին մենաշնորհների դեմ պայքար հայտարարվեց։ Հատուկ հանձնարարական տվեց Հովիկ Աբրահամյանը հայտնաբերել մեր տնտեսության մեջ գոյություն ունեցող մենաշնորհները։ Առ այսօր այդ ուղղությամբ որևէ քայլ չի արվել։ Ինչ է կարծում, այս նոր կառավարությանը հաջողելու է այդ առումով որևէ բան անել։ Հովիկ Աբրահամյանը իր ելույթում նշեց եւ նաեւ դա պատճառներից մեկն էր, որ այն տեմպերը, որոնք որ փորձագրել էր կառավարությունը, դրանք գոհացնում չէին գոհացնում վարչապետին եւ կառավարությանը։ Դրա մեջ մտնում էր նաեւ այդ ձեր նշած ոլորտը եւ ընդ որում ես պետք է ասեմ, որ բավական նորեզրական նախաձեռնություններ արդեն պատրաստ են, որ պետք է մտներ ազգային ժողով եւ դրանք ինձ թվում է, որ կյանքի պետք է բերվի եւ բնականաբար նոր խաղի կանոններ են պետք եւ այն բոլոր խնդիրները, վիճահարույց խնդիրները, պրոբլեմատիկ խնդիրները, որը դրված են եղել նախորդ կառավարության արչեւ եւ նախորդ կառավարության դեռ կիսատ էր եւ ճանապարհին, ինձ թվում է դրանց հետ միասին եւ նոր խնդիրների առաջ քաշելով նոր կառավարությունը պետք է ներկայացնի ծրագրային դրույթները եւ դրանք կարողանա արագ կյանքի կոչել, որովհետեւ մենք հապաղելու ժամանակ չունենք եւ նաեւ արդեն իսկ նորանշանակ վարչապետը նշել է, որ իր մոտեցումը հետեւյալն է, որ իր ծրագրային դրույթները առաջին անգամ պետք է ներկայացվի երկու փուլով, այսինքն հրատապ եւ երկարաժամկետ եւ այդ հրատապության մեջ է պետք է նույնիսկ առաջնահերթություններ, թե որ կետերին պետք է ինքը սնական շրջանում անդրադառնա։ Եվ ինձ թվում է այդ մոտեցման ես միանշանակ համաձայն եմ եւ դեպքերից առաջ չընկնենք, քանի որ դեռ ծանոթ չենք այդ ծրագրային դրույթներին, եւ քանի օր է մնացել մենք կամփերենք եւ ականատեսը կլինենք այն առաջարկությանը, որը որ նոր ձևավորվող կառավարությանը կբերի ազգային ժողով եւ մենք բոլորս կքննարկենք եւ ձեզ հետ միասին արդեն իսկ ականատեսը կլինենք այդ ծրագրային դրույթներին եւ քննարկման արդյունքում մենք կորոշենք դրա հաստատման խնդիրը։ Օրերս ազատության հրապարակում առաջին անգամ հարավակարից քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ ստվերային կառավարության ձևավորման մասին խոսեցին եւ վարչապետ պաստորը նշանակեցին Նիկոլ Փաշինյանին, իսկ Նիկոլ Փաշինյանը իր մեկ ժամանակ ելույթում ոչ միայն խոսեց ընդդիմության խնդիրների մասին, մեկ եւ հին ընդդիմության մասին, այլ նաեւ բավականին կոշտ գնահատականներ հնչեցրեց Սերժ Սարգսյանի եւ իշխանության հասցեին։ Ինչպես է գնահատում այս ելույթը, նա մասնավորապես նշեց, որ Հայաստանում ստեղծված իրավիճակի թիվ 1 պատասխանատու Սերժ Սարգսյանն է։ Պարոն Բաբասյան, ինչպես է գնահատում նրա ելույթը։ Կարող են նմանատիպ հավաքներ լինել ոչ միայն ազատության հրապարակում, տարբեր քաղաքական ուժեր կարող է իր համար ստեղծել կառավարության, դա ապագայի խնդիր է, հնարավոր է ապագայում 10, 20, 30 տարի հետո հնարավոր է կամ կարող է ընտրություններից հետո մարդիկ որ շուտ են նախապատրաստվում, կարող է ունենան նման հնարավորություններ եւ նախորդ իրենք քայլ առաջ կատարում են։
Եվ մնացած բոլոր քաղաքական գործիչները, որոնք ելույթներ են ունենում, որոնք գործում են հանրությանը, մենք դրանք ընդունում ենք գիտություն եւ բոլորի ելույթները մենք ուսումնասիրում ենք։ Բնականաբար գաղտնիք չէ, որ Հայաստանի իրադարձությունների հետ կապված համարվեք պատասխանատու Սահմանադրության երաշխավորը դա երկրի նախագահն է։ Դրական քայլերին էլ է պատասխանատուն երկրի նախագահը, բնականաբար բաստողումներին էլ։ Եվ ինձ թվում է, որ այդ ելույթները բավականին օգտակար են, որ ունենում են առաջին հերթին իրենց համար եւ նաեւ ինչ չէ նաեւ մեզ համար, որ նաեւ մենք ականատեսն ենք լինելու, թե հանրության մեջ վարչության մի մասնիկի մեջ, մի հատվածի մեջ ինչպիսի խնդիրներ կան առաջացած եւ դա ի նկատի ենք ունենում։ Եվ ինձ թվում է, որ ներկայիս կառավարությունների ծրագրային դրույթներով ոչ միայն ձեր նշած քաղաքական ուժի կազմակերպած հանրահավաքի, այլ ընդհանրապես հանրության մեջ ծառացած բոլոր խնդիրները պետք է հիմի բերի, պետք է հավաքի եւ դրան շրջանակներում նաեւ իր ծրագրային դրույթները կառուցի։ Պարոն Բաղդասարյան, ազգային համերաշխության այդ իշխանությունը ենթադրում է արդյոք բոլոր քաղաքական խմբակցությունների, բոլոր քաղաքական ուժերի ներգրավվածություն, ենթադրում է ինչ-որ սահմանափակ թվով ներգրավվածություն։ Այսօր մենք Հայաստանի կոնգրես խմբակցության ղեկավարին ուղղեցինք այս հարցը եւ նա ասաց, թե դա միայն ձեզ համար է, ազգային համերաշխության իշխանությունը, ինչ կոնկրետ օրակարգ կա այս առումով։ Աստված տվել չի խնայել Հայաստանի Հանրապետությունում կուսակցությունների քանակին, հասարակական կազմակերպությունների քանակին։ Մենք այդքան տեղեր չեմ կարծում, որ կառավարությունը այդքան հնարավորություններ կունենա նույնիսկ ամենից մեկական հոգի ընդգրկելու։ Բնականաբար հիմնական դրա ձևավորման խնդիրը կառաջանա 17 թվականի խորհրդանական ընտրություններից հետո, որովհետև սահմանադրությունը ինքնըստինքյան հուշում է դա։ Այդտեղ պետք է բավականին մեծանում է այդ պարագայում ընդդիմադիր գործընկերների դերակատարությունը, այսինքն քաղաքական փոքրամասնությունների դերակատարությունը եւ կարևորագույն խնդիրներն ու հարցերը պետք է դա կոնսենսուսի միջոցով լուծվի, դա համաձայնության դաշտում պետք է լինեն եւ բնականաբար այդտեղ իսկ միայն օրենսդրական դաշտում չէ, որ պետք է լինի համագործակցություն եւ այո, հենց դա ինքնըստինքյան նշանակում է համաձայնեցված կառավարություն եւ դա քննարկումների արդյունքում մենք կանգեզրանգում են, որովհետեւ մեկին ով է ստիպելու, որ ինքը մասնակից դառնա Այո, դա արդեն իրենք նաև պետք է որոշում կայացնեն եւ ընդհանուր առմամբ դրա մասին դեռ վաղ է խոսել, բայց հիմքերը դրված են, արդեն իսկ հիմքերը գնում են։ Եվ այսօր շատ հարց է բարձրացվում, հիմնականում բասակուսակցական չէ, ինվիսա հանրապետական չէ։ Ես դուրս ուզում եմ հայտարարել, ես ցանկանում եմ հայտարարել, որ արդեն բավականին ժամանակ է, որ հանրապետական կուսակցությունը չի հենվում կուսակցականության վրա, որ միայն կուսակցական մարդկանց պետք է ընդգրկի առավել եւս գործադիր մարմնում աշխատանքի։ Մենք նկատի ենք ունենում պրոֆեսիոնալիզմը, նրա կարողությունների ու հնարավորությունը, նրա ինտելեկտուալ կարողությունները, եւ եթե այդ մարդը կարող է, որևէ մի անգամ այդ խնդիրը չի դրում, դա պետք է լինի անպայման հանրապետական կուսակցության անդամ։ Պարոն Բաղդասարյան, անկախության 25-ամյակին հաշվածորեր են մնացել, այս առումով համաներում լինելու է, չի լինելու կա որոշակի բան ներկայացվել է արդյոք ազգային ժողով։ Ոչ, նման հարց չի քննարկվել ազգային ժողովում, նման փաստաթուղթ չկա եւ նաեւ իմ ներկայությամբ ամենայնպես նման քննարկում չի եղել։ Հնարավոր համարում եք պարոն Բաղդասարյան համաներում, քանի որ 100-րդ տարեդարձ։ Չէ, դա բավականին նուրբ խնդիր է, նուրբ հարց է եւ ես չէի ցանկանա կարծիք հայտնել հնարավոր համարում ես թե չէ, որովհետեւ մինչեւ խոսքը երբ որ դուրս է գալու դառնում ես նրա գերին։ Այդ իսկ պատճառով ես չեմ ցանկանում։ Չկա նման քննարկում։ Որոշ անգամների վրա նույնպես հնարավոր է տարածվի այս համաներումը։ Ինձ համար բոլոր Հայաստանի Հանրապետությունում բոլոր դատապարտյալները, բոլոր հանցագործները գտնվում են իրավական դաշտում եւ ինչ որ տարբերակում ունել, մեկը չգիտեմ որ ծռերից է, մեկը որտեղից է, ինձ թվում է նման տարբերակումներ պետք չի դնել եւ ինձ թվում է որ դա այդ որոշումը պետք է կայացնի հանրապետության նախագահը։